Եվ մի ներքաղաքական հարց, պարոն Խանդանյան, դուք ինչ եք կարծում, Վիլեն Գաբրիելյանը պետք է մանդատը իսկապես վայր դներ, այսինքն այնպիսին էր իրավիճակը, որ նա պետք է հեռանար եւ այսօր գրառում է արել իր օրենսդրական նախաձեռնությունները, ցանկանում է, որ ինչ-որ մեկը դրանք վերցնի եւ շարունակի։ Պատրաստ եք, օրինակ, դուք որպես թիմի անդամ, թե ստանձնել այդ նախաձեռնությունները շարունակելու գործը, ժառանգություն է։ Լավ հարց է, ես մի քանիսը գիտեմ, որ դրանք լավ նպատակ են ծառայելու, ինչու ոչ, կմտածեմ այդ ուղղությամբ, չէի մտածել։ Իսկ ինչ վերաբերում է մանդատը վայրդրելու, ես կարծում եմ դա շատ անհատական անձի որոշումն է ու լինում են իրավիճակներ, որ մարդը մտածում է, որ սա սահմանն է եւ այլևս դրանից հետո որևէ քայլից հետո նպատակահարմար չի գտնում շարունակել պատգամավորական գործունեությունը, շատ գնահատում, շատ բարձր եմ գնահատում պարոն Գաբրիելյանի քարսը։ Ասում է պետք է առողջացնել կուսակցությունը, նաև մանդատը վայր դնելուց հետո հիվանդ է թե կուսակցությունը հիվանդ չէ, բայց նույնիսկ առողջ մարդը շատ հաճախ գնում է առողջարան, որպեսզի ավելի լավ զգա իրեն, իսկ կուսակցությունը միշտ ավելի լավը դարձնելու, իսկ կուսակցությունը որ խնդիրներ կան, դա որևէ մեկը չի բացառում, ավելի լավը դարձնելու խնդիր կա եւ կրկին ասում եմ, որ շատ գնահատում եմ պարոն Գաբրիելյանի քայլը ու շատ ափսոսում եմ, որ նրա նման գործընկեր չեմ ունենալու խորհրդան, բայց ունեմ նրա նման լավ կուսակցական ընկեր։ Պարոն Խանդանյան, այո, պարոն Վիլեն Գաբրիելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է պետք է, Նիկոլ Փաշինյանի վրա էլ պետք է այդ առողջացման գործընթացը տարածվի։ Ես չեմ լսել այդ մեկնաբանությունը Վիլեն Գաբրիելյանի։ Երբ որ հրապարակեք, այդ ժամանակ էլ ես հրապարակային կարծիք։ Լավ, իսկ դուք ինչ եք կարծում, ՔՊ-ում ինչը պետք է փոխել, այսինքն կարծում եք, որ պետք է ինչ-որ աշխատանք տարվի, որպեսզի падգամավորները այդպես չհանրային վայրում այդպես չարձագանքեն, այստեղ կանգնած ձեր մեկ այլ գործընկեր լրագրողին չվիրավորի, այդ ուղղությամբ պետք է տանել աշխատանքներ, թե օրինակ քաղաքական ծրագրի հետ կապված պետք է լինի։ Բոլոր ուղղություններով էլ մենք լիքը աշխատանք ունենք կատարելու։ Նաև ես գիտեմ, որ կուսակցության վարչությունը նաև աշխատում է բարևարկության նորմերի այդ կանոնակարգի վրա մեր կուսակցության զարգացման ռազմավարության մաս է կազմում նաև մենք պետք է զարգացնենք մեր տարածքային կառույցները, մեր անդամների կարողությունների զարգացում պիտի իրականացնենք։ Մենք երիտասարդ կուսակցություն ենք եւ կուսակցությունը դեռ շատ երկար ճանապարհ ունի։ Բայց հաղորդակցվելու առումով այնինչ մանկապարտեզում արդեն սովորացնում են մարդկանց, դա դեռ Հիմա ինչ պատասխանեմ ձեր հարցին։ Ես չգիտեմ, դուք պետք է ասեք, որտեղ ձեր թիմակիցները հարցը չեմ տվել, բայց պատասխանում եք։ Լավ, համեցեք։ Հիմա եթե ունենք իրավիճակ, որ ձեր թիմակիցները լրագրողների հետ շփվելու ձև չգիտեն, կամ առհասարակ քաղաքացիների հետ շփվելու ձև չգիտեն, թքում են քաղաքացու վրա, լրագրողին ասում են գնա շուրթերդ մաքրի եւ արի, դա ինչի հետևանքով մենք ունենք իրավիճակ, որ իշխանական բուրգում հավաքվել են այդ օրինակ մարդիկ, այդ որակները կրող մարդիկ, սա մտահոգիչ չէ ձեզ համար։ Ես կարծում եմ, որ այդ դրվագները, որոնք դուք նկարագրում եք, դրանք եղել են դրվագներ, որոնց որոշ դեպքում մասնակիցները ներողություն են խնդրել, քայլեր են ձեռնարկել, ինչպես պարոն Գաբրիելյանն է քայլեր ձեռնարկել, ու դրանք իրավիճակներ են։ Սիմոնյանը, եթե չեք հիշում, ապա հիշեցնեմ, որ ներողություն է խնդրել հանրությունից։ Իսկ ինչ վերաբերում է մնացածին, այդ ընդհանրացումները, նման գնահատականներ տալ եւ ընդհանրացումները շատ անընդունելի են։ Ես կարծում եմ, որ այդ մասով առնվազն մեր իշխանությունը խնդիր չունի բարևարկության մասից, բարևարկությունը ոչ միայն մարդու անհատական վարքն, այլ նաև այդ մարդու ունեցվածքը, անշարժ գույքի ծավալները, դրանց ծագման աղբյուրները եւ այլն, որը այս իշխանությունը ուրախություն ինձ շատ հեռու է Հայաստանի նախորդ բոլոր իշխանություններ, Անիֆի մասին տրվել են բոլոր հնարավոր մեկնաբանությունները։ Դուք կարծում եք, որ Վիլեն Գաբրիելյանն այն մարդն է, որը որ պետք է առողջացնի ՔՊ-ն,
վարչության անդամ դառնալով, որտեղ ժողովրդը մի խոսք կա, չէ, ասում է քաչալը դեղանողնի իր գլխին կանի։ Իսկապես դուք կարծում եք, որ ինքը այն մարդն է, որ պիտի գնա եւ առողջացնի ԿՊ-ն։ Ես կարծում եմ մի քիչ վիրավորական տոնայնություն կապ չունի ձեր հարցի մեջ։ Վիլեն Գաբրիելյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է եւ շատ մեծ ներդրում է միշտ ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ եւ ես կարծում եմ, որ այո, Վիլեն Գաբրիելյանը այն մարդկանցից մեկն է, որը կարող է շարունակել կարևոր ներդրում ունենալ։ Տեսեք, լինում է պատահած բան եւ դնում է դրա հետևանք ու արդյունք եւ այդ ամբողջ բանը շրջագիծը մենք տեսել ենք ու կարելի է բան անել, հա, արդեն անցնել այդ դրվագից եւ շարունակել ապրել այլ հարցերով եւ խնդիրներով։ Պարոն Խանդանյան, այս բարեբարկության հետ կապված, որ խոսեցիք, հիշեցի Լոնդոնում ուսանած Տիգրան Ավինյանի մեկ այլ հայտարարություն, ասում է, բան չենք, փափախով քուրդ չի ժողովուրդն էլ, հա, որ բան անեք, գաք խափեք, իրանք էլ հավատան։ Սա ինչի մեջ է տեղավորվում այս արտահայտությունը, սա արդյոք վիրավորանք չի Հայաստանում ապրող այդ ազգային փոքրամասնություն։ Ես կարող եմ, որ դա կարող է ընկալվել վիրավորանք եւ եթե անհրաժեշտություն կա ներողության։ Ես չգիտեմ Տիգրան Ավինյանը անդրադարձել է այս հարցին թե չէ, բայց մենք պիտի Չէ, նրանք միայն օպելի վարդներն ասում են համբար եւ այլն եւ անցնում են առաջ չեն անում։ Մեր ձևակերպումներում ավելի զգույշ լինել, այդտեղ որևէ բան չեմ տեսնում էլ ես ասելու, որ դա վատ է, այո, դա վատ է, պետք չի այդ արտահայտությունը անել։ Երբ որ առիթ լինի, կխոսենք։ Այսինքն նա Հայաստանում ապրող քրդերին վիրավորել է Հիմա ձեր գործընկերը մի քիչ առաջ մի հատ ուրիշ ժողովրդական բաներ անում։ Ես դրան էլ անդրադառնալով ասացի, դե ժողովրդական ես չեմ լավ չմեկնաբանը, որովհետև կոնկրետ ազգությունները թիրախավորում, բայց մենք գիտենք, որ ժողովրդական խոսքը։ Պարոն Ավինյանի հետ երբ առիթ կլինի խոսել այն մասին, որ Հայաստանում ապրող քիչ թվով քրդերին նա թիրախավորել է ու սենյակ, իմ օրացույցը կնայեմ, հարմար ժամ եւ որ գտնեմ պարոն Ավինյանի հետ պայմանավորվեմ, անպատճառ ձեզ կտեղեկացնեմ այդ բարձրագույն արժեքին այսպես վիրավորել են եւ դուք պետք է դեռ օրացույցում ժամանակ փնտրեք պարոն Խանդանյան չեք կարող օրինակ այսօր ընդմիջումն օգտագործել եւ այդ ընդմիջման ժամը օգտագործեցի արդեն 2:20-ից 2:50 եւ պատասխանեցի ձեր հարցերին փապ չգնաք օրինակ